Սիրելի բարեկամներ, ողջույն, ես քաղաքագետ Գեորգ Մելիքյանն եմ, սա Ստատուս քվո հաղորդաշարի հերթական թողարկումն է, որի շրջանակում մենք այսօր հյուրընկալել ենք Այլընտրանք հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասարյանին, պարոն Մանասարյան, ողջույն եմ ձեզ։ Ողջույն։ Մի այսպիսի հարց մեր դիտողներից են այդ հարցը տվել աշխատաշուկա։ Չգիտեմ, դες շատ են այդ հարցով անհանգստացել թե ոչ։ Կարծում որ հետաքրքիր հարց է, թե ինչ է կատարում մեր աշխատաշուկայում հաշվի առնելով այն, որ մենք օտար երկրներից սկսել ենք այս վերջերս 4 տարօրինակ ձևով ներմուծել տարբեր ազգությունների մարդկանց, որոնք գլոբալ աշխարհի համար նորմալ երևույթ են, բայց փոքր ազգերի համար միգուցե ոչ այդքան, բայց միգուցե դա նաև ունի իր դրական կողմը։ Հիմա հասկանանք ինչ է իրական կատարում, որքան է դրանց ազդեցությունը, դա օրինական է, ոչ օրինական է, որքանով է նրանք խլում մեր հայրենակիցների աշխատատեղերը։ Այս հարցը հետո կնայենք նաև այլ հարցերին։ Նախ շնորհակալություն հրավերի համար։ Հարցին, եթե փորձենք մասնագիտական պատասխան տալ, դա շատ դժվար չի, ցանկացած ուսանող կամ ասպիրանտ դա կարող է հանգիստ անել, բայց Հայաստանի առանձնահատկությունները մեզ հուշում են, արդեն նշեցիք, փոքր պետություն, կոմպակտ ավելի տնտեսություն ունեցող երկիր, աշխատաշուկան եւ տնտեսության մյուս կոմպոնենտները բավական խոցելի են, եթե դրանք լավ չեն դիրքավորված դեպի այն տեսլականը, որին թվացյալ պետք է գնանք, ասեմ, որ տեսլական չունենք, ընդհանրապես, բայց տնտեսության զարգացման համար աշխատաշուկան իհարկե շատ կարևոր կոմպոնենտ է։ Հայաստանի Հանրապետությունում ոչ ոք նախորդ տարիների անգամ կառավարիչները չեն կարող ասել, որ իրենք դույզնինչ լուրջ քայլեր են կատարել ձևավորելու այդ շուկան, որտեղ շուկան պետք է ինստիտուցիոնալ իր հիմքերը ձևավորել, որից հետո ինքը արդեն կգնա ինքն իրեն արդեն կարգավորելու առաջարկի, պահանջարկի հայտնի օրենքներով։ Ինստիտուցիոնալ հիմքերը զուտ օրենսդրական մասով իհարկե ձևավորվել են, ձեր խոնարհծառան ևս իր համեստ մասնակցություն ունեցել է խորհրդարանում եւ աշխատանքային օրենսգրքի մեջ փոփոխությունների առումով, բայց շատ ավելին մնացել է։ Ես օրինակ բերեմ, փոքր դետալ նրբություն, թե ինչպես կարող է աշխատաշուկայի վրա ազդել, ասենք, այնպիսի մի կարևոր դրույթ, ինչպիսին երիտասարդներին, երիտասարդ մասնագետներին բուհ ավարտած, ասենք պոլիտեխնիկական համալսարանը ավարտած որևէ մասնագետ խնդրի առաջ է կանգնում։ Ինքը դիմում է աշխատանքի անցնելու, աշխատանքի որպես կանոն չեն ընդունում, որովհետև փորձ չունի, իսկ փորձ չունի, որովհետև չեն ընդունել։ Հիմա այս փակ շրջանը, որպեսզի հանգուցալուծվի, մեր կողմից առաջարկ էր արվել նախապես գործատուներին հետաքրքրվել, մասամբ որոշ չափով սկսել են այդպիսի բաներ անել, բայց դեռ մշակույթ չի դարձել, հա, job fairs եւ այլն ձեզ հայտնի։ Եվ այստեղ, եթե դա մշակույթ դառնա, ըստ մասնագիտությունների, պահանջարկված մասնագիտություններով, ես չեմ ասում, որ պարտադիր վերջի տարում ուսանելու կան մոտենան ուսանողներին լավ, հատկապես սովորողներին, բայց ընդհանրապես, ինչպես IT ոլորտում է, հենց առաջի կուրսից են վերցնում իրենց հսկողության տակ, լավ առումով, կրթաթոշակ են տալիս եւ այլ։ Այս առումով մենք կարող ենք բազմաթիվ հարցեր լուծել, եթե ապագա գործատուն արդեն ծանոթանա, ավարտական աշխատանքը նաեւ որոշ չափով առնչվի այն աշխատանքին, այն գործին, որտեղ նա թվացյալ կարող է հետագայում շարունակել եւ այլ եւ այլ։ Այսինքն պարզ բաներ են պետք, բայց սրանք չեն արվել դեռ։ Իսկ այն տարածքներին էլ ամենախնդիրը դա ավելի այն խնդիրը ինչ որ բարձրացրեցիք, դա ինքնակարգավորվող չէ, միանգամից ասեմ։
այստեղ պետության միջամտությունը անհրաժեշտ է։ Բայց խնդիր կա այստեղ, այսինքն ինքնաց ներկայացումը խնդիր է աշխատանքի։ Իհարկե խնդիր կա։ Տեսեք, խնդիրը դա տնտեսագիտական չի։ Ցանկացած տնտեսագետ ձեզ կասի, որ շատ լավ է, շատ նորմալ է, պահանջարկը կա, գալիս են մարդիկ, ում են խանգարել, ժողովրդավար երկիր է եւ ցանկացած մեկը կարող է այդ աշխատանքը կատարել։ Նախ հոգեբանական առումով անկախության տարիներին ցավոք սրտի նաեւ բարձ պետք է խոսենք մի շարք աշխատանքներում տեղաբնակները ուղղակի զլանում են։ Բայց իսկապես ցած մենք խնդիր ունենք, ասենք օրինակ դա ճիշտ է որ հայ քաղաք հայաստանցին հայը չի ուզում օրինակ առաքիչ աշխատի։ Արդեն այո։ Չի ուզում, հա։ Ոչ բոլորի մասին է խոսքը, բայց մեծ մասը այդպես է։ Մեծ մասը իսկապես տենց խնդիր։ Ավելի ոչ ինչու՞ միայն առաքիչ։ Հիմա եկեք ինձ հետ գնանք բյուրական, որտեղ ես բնակվում եմ եւ տեսեք փորձենք այգի մշակելու համար ժամանակին 10000 բնակ այգեպան։ Բարձ գործ այգեպան կամ հողը մշակող կամ չգիտեմ տարբեր խնամ ժամանակին 10000 բնակչություն ունեցող համայնք է բյուրականը եւ ժամանակին իսկապես խնդիր երբեք չեղել արհեստավորների տարբեր մասնագիտություններ այսօր եթե դուք կարողանաք այդպիսի մի ուրեմն արհեստավոր կամ աշխատող գտնել եւ բերել ես սրտանց ձեզ երախտապարտ կլինեմ չկա անհնար է անհնար լավ այդ մարդիկ հող մշակող ոչ մի մարդիկ իրանց մեծ մասը շատ հազվադեպ են որտեղ տարբեր աշխատանքներ ունեն հաց են վաստակում եւ այլն իրենց սեփական հողը դժվարությամբ են մշակում իսկ հող մշակելու արդեն այդ խնդիրն էլ է ավելացել տեսեք ես միանգամից մի ուրիշ խնդրի անցնեմ դրա համար մեր գյուղատնտեսական մշակովի հողերը հա գյուղերում գյուղական բնակավայրերում 60%-ից ավելին որոշ աշխարհներում մինչև 70%-ը չեն մշակվում ընդհանրապես ամբողջ երկրով մեկ իսկ դա շատ վատ բարենային բան եք ասում այսինքն մենք իսկապես սկսենք այդքան լավ ապրել որ մենք այլևս ուշադրություն չենք դարձնում հոգեբանությունն է մեր փոխվել է այսինքն մեր հոգեբանությունը փոխվել է մենք ուզում ենք հեշտ փող վաստակել հեշտ փող վաստակել լավ եթե մարդը չի վաստակում Ենթադրենք մեջ ուզենալը մի բան է, բայց կարողանալը այլ բան է։ Ենթադրենք ինքը ուզում է, բայց չի կարողանում եւ չի փորձում նույնիսկ հետ գալ իր, այդպես ասած, գործարանային կարգավորումներին։ Դժվար է այս հոգեբանությունը հասկանալ, որտեղ այն մարդիկ ում որ դուք կառաջարկեք օրինակ, չգիտեմ, տան հարդարման աշխատանքներ արդեն դրան անցնենք, հա։ Այն ինչ որ կարող են արդեն գնացել են Հայաստանից շատ վարպետներ, դուք հիմա հեշտ այդպես վարպետներ էլ չեք կարող գտնել։ Եվ այս պարագայում եթե դուք իրենց ուզած գինը չտաք պահանջարկն է մեծացել այդ մարդիկ չեն գա ձեզ մոտ աշխատելու թեև իրենց կյանքի պայմանները շատ վատն են կարող եք տեսնել անգամ հողի վրա քնող մարդ կամ բետոնի հատակին քնող մարդ բայց ինքը միևնույն է չի վերցնի այն գումարը որ իր ակնկալածից ավելի ցածր է այսինքն այստեղ մրցակցությունը որպես այդպիսին շուկայի հետ առնչություն չունի եւ մրցակցություն չկա աշխատաշուկան ուղղակի հոլովույթ է եզրույթ է մենք իրական աշխատաշուկա չունենք ինչու գործատուների պահանջարկին նախ այդ պահանջարկը ձևավորված տեսքով իհարկե կա գործատուների միություն արդյունաբերողների միություն եւ այլն բայց այս միությունները կամ առանձին գործատուներ խոշոր կամ միջին գործատուներ իրենք կրթական ոլորտի հետ հատկապես այստեղ միջանկյալ նաև մեկ այլ խնդիր ասեմ որ մենք չունենք միջին մասնագիտական կրթություն այսինքն մենք արհեստավորներ բարձր կլասի չենք պատրաստում սա մի ուրիշ բաց թողում է որ տարիների գործը առնվազն տասնամյակ պետք է որ մենք կայացնենք այս համակարգը եւ քանի որ մենք սա չունենք ուրեմն մնացած օղակներն են արդեն խախտվում եւ կրթական համակարգի հետ համագործակցություն նշանակում է կրթական համակարգը պետք է պահանջարկը հաշվի առնի ոչ թե առաստաղին նայելով ասի ես մոդայիկ ուրեմն մասնագիտություններ հիմա կպատրաստեմ ինչը անում են տնտեսագետներ իրավաբաններ եւ այլն իներցիայով 34-35 տարի անկախացել է Հայաստանը անկախությունը հռչակել բայց իներցիայով անդադ տնտեսագետ ու իրավաբան պատրաստել ես չեմ հասկանում
եւ ոչ, ասենք, նեղ մասնագիտական։ Իհարկե դա էլ են անում, բայց շատ քիչ են անում։ Շատ քիչ են անում։ Ու հետո դժգոհում են, ասում են մենք այս տարի քիչ դիմորդ ունեցանք։ Այդ դիմորդ բերեք, որ կարողանանք բուհը պահենք, ինչ են միավորում եւ այլ եւ այլ։ Բոլորը իրար հետ շղթայով կապված են եւ սրա հիմքը այս խնդիրների եւ եթե կուզեք ամենակարևոր հիմնահարցը, որ ի սկզբանե խոսեցինք, դա տեսլականի բացակայությունն է։ Մենք չգիտենք ինչպիսի Հայաստան ենք ուզում նախ կառուցել։ Եվ կհիշեք, սահմանադրության փոփոխությունը բնավ այսօրվա խոսույթ չի։ Հիշում եք 4 տարի առաջ, դեռևս 5 տարի առաջ արդեն այդպիսի ոգևորություն կար որոշ շրջանակների մոտ կամ գայթակղություն սահմանադրությունը վերստին ձևափոխել։ Երբ նվաստս հարցրեց, որ Հայաստանի համար, ինչպիսի Հայաստան ենք ուզում կառուցել, գոնե գիտենք դրան հարմարացնենք սա լռություններ։ Այսինքն մենք նախ այդ տեսլականը պետք է ճշտենք, դեպի տեսլականը տանող աշխատանքների համար ինչ մասնագիտություններ են պետք, դրանք կրթենք, ես դեմ չեմ, որ նաև այլ մասնագիտություններ են, բայց իրենք իրենց ռիսկով պետք է գնան դրան, որևէ մեկ, ասենք, որ կուզենա այնպիսի մասնագիտություն, որ չի տեղավորվում, ասենք, այս գործընթացների մեջ, կարող է սովորի, հետագայում մտածելով, որ կգնա Ուզբեկստան կամ չգիտեմ որտեղ։ Ձեր դիտարկումների այդ օտարների քանակը ավելանում է, թե մնում է ինչ-որ մի ստաբիլ բան։ Այդ օտարների քանակը կավելանա դեռ, պարտադիր չէ, որ նույն աղբյուրից, ասենք, Հնդկաստանից կամ Իրանից կամ չգիտեմ որը։ Հիմնական Հնդկաստանից են գալիս։ Հիմա արդեն ավելի բազմազան է դարձել այդ պատկերը, բայց կգա դեռ այդ հոսքը, ռուսները ինչու՞ չէ, ռուսները արդեն ոչ միայն այն մյուս աշխատանքներ միջին դասի եւ բիզնեսի եւ տարբեր ծառայությունների ոլորտ բավական արդեն տեղավորվել են, այդպես չթերագնահատենք, հա, այս վերջի տարիների լեզվի խնդիր չունեն, իրանք մշակույթի բացարձակ եւ շատ լավ են զգում եւ նույնիսկ գովազդում են Հայաստան, այսպես ասեմ, առանձին բլոգերներ ի զարմանս ինձ տեսնում են, որ բաներ կա, որ Հայաստանում ապրելով, Հայաստանում ծնված եւ ապրող մարդ հայտնաբերում է, որ այսինչ գյուղում մի ռուս եղել է, հայտնաբերել է, որ այսինչ առանձնահատկություն ունի կամ օտարի աչքով Հայաստանը տարբեր է նայվում եւ մենք ինքներս դեռ կարիք ունենք։ Վերադառնալով աշխատաշուկային, ես կարծում եմ այն խնդիրները, որ արդեն մատնանշեցի, դրանք շատ-շատ կարեւոր են, էական են։ Եվ այստեղ 2-3 առնվազն բևեռների լուրջ համագործակցություն անհրաժեշտ։ Նախ եւ առաջ պետությունը, կառավարությունը պետք է գիտակցի դրա անհրաժեշտությունը, աշխատաշուկա ունենալու, առողջ աշխատաշուկա եւ այդ առողջ աշխատաշուկան կայացնել ոչ միայն օրենսդրությամբ, այլ ընդհանրապես կայացնել, որ ինքը ծառայի Հայաստանի առաջընթացին։ Սա մեկ, պետության կողմից դա պետք է պահանջարկված լինի։ Պետությունը որոշակի քայլեր պետք է ձեռնարկի, եթե անհրաժեշտ է կթվարկեմ դրանք։ Պետք է անպայման պահանջարկված լինի, պետությունը միայնակ դա չի կարող անել։ Պետք է անպայման մասնավոր հատվածի հետ համագործակցություն լինի եւ մասնավոր հատվածից ստանա այդ սիգնալները, իսկ որ մասնագիտություններն են առավել պահանջարկված։ Ինչն է, որ պետք է մենք կայացնենք որպես դպրոց։ Երկրաբանների դպրոց արդեն չունենք։ Միգուցե դա պետք է ստեղծել, որտեղ հանգամ մեզ բուսաբաններ են պետք, մեզ քիմիկոսներ են պետք, մեզ բիոքիմիկոսներ են պետք, մեզ ինժեներներ են պետք, մեզ շինարարներ են պետք, զոոտեխնիկներ են պետք, անասնաբուժներ են պետք, որոնք արդեն վերացել են ֆիզիկոսներ եւ այլ։ Այսինքն սա երկրորդ կոմպոնենտն է, մասնավոր հատված։ Եվ երրորդը մենք ձեզ հետ միասին որպես փորձագետներ, փորձագիտական հանրությունը, ինքը պետք է պատկերավոր ասած պահանջարկված լինի կամ իրեն պետք է որոշակի խնդիր ձևակերպի պետությունը եւ մասնավոր հատված, ասի մենք այստեղ գլուխ կոտրուկ ունենք, կարող է իդեալական Հայաստանն եք նկարագրում։ Ինչպես իդեալական Հայաստանն եք նկարագրում։ Նո, նկատի ունեմ, որ ցավոք մենք այո, բայց հերոյ ենք այդ ամենից։ Արդյոք པարզ բաներ չեմ ասում։ Շատ པարզ բաներ եք ասում։ Շատ པարզ եւ ընդ որում իրականանալի եւ բացարձակ բարդություն կարծում այդտեղ շատ չկա, եթե ծուլությունը չլիներ, եթե ցանկություն լիներ։ Պարոն Մասյան, վերջերս մեր դասական արդեն դարձած ղեկավարը հայտարարեց, որ մենք հիմա ապրում ենք ավելի լավ, քան երբևէ, մոտավորապես այդպես մի բան ձևակերպեց, այսինքն հիմա ավելի լավ է։ Իսկապես դա այդպես է տնտեսապես։
Ես այն երջանիկներից եմ, որ չեմ լսում դասականին, ճիշտ ասած, ավելի այդպես ուղուց չշեղվելու համար կամ ժամանակը էմոցիաների չտրամադրելու համար։ Եթե այդպեսի բան ասել, չափման միավորներ կան ժամանակին, այդպեսի անեկդոտիկ նույնիսկ պատմություններ են ասում, որ երկրի ղեկավարն ասում է ավելի լավ ենք ապրում, ժողովուրդն ասում է իհարկե դուք ավելի լավ եք ապրում։ Անհերքելի է դա։ Ինչ չափման միավոր ունեն ժողովրդի կենսամակարդակի որակը։ Ես նկատում եմ կարող իսկապես տնտեսական աչքա մենք ոչ մեկը չենք տեսնում, որտեղ ես միշտ ասում եմ, որ ցանկացած բան, եթե տեսանելի չի, ինքը չկա։ Ոմանք համաձայն չեն, ասում են թվերով եւ այլն։ Կարող է իսկապես թվերով մեզից թաքուն, մեր կյանքը բարելավել են, մեզ տեղյակ չեն ողել, որ մեր կյանքը շատ լավացել է, բայց իրականում այդ ամեն ինչը շատ այսպես ինչ-որ միտեղ, ինչ-որ մի աշխարհում տեղի ունենում է մեր անվան հետ կապված, որ մենք լավ ենք ապրում իրականում։ Տեսեք, մենք բազմաշատ անշնորհակալ ազգ ենք։ Դրանպես մեր կյանքի որակը բարձրացնում են, ցուցանիշները բարձրանում են, երբեմն երկնիշ տնտեսական աճ ենք ունեմ, չենք գնահատում, թողնում գնում ենք մեր երկրից։ Շատ անշնորհակալ ազգ ենք։ Դրա համար պետք է մի քիչ խելքի գանք երևի։ Ես ձեր նշած դասականի դժբախտաբար մի արտահայտություն եմ լսել, որ ուղեղների մեջ աղքատությունը պետք է հաղթահարել։ Երևի շատ աղքատիկ ուղեղ ունենք, որ հանդուրժում ենք դասականներին։ Իրոք տնտեսությունը մեր ինչ վիճակում է, պարոն Մասյան։ Ուր է դոփում է տեղում, ինչ մենք տնտեսություն ունենք։ Մենք չունենք տնտեսություն։ Մենք ունենք, տեսեք, մենք ունենք միկրո մակարդակում տնտեսություն։ Մենք ունենք խիզախ գործարարներ։ Խիզախ եմ ասում, որտեղ այն մարդը, որ այսօրվա Հայաստանում գործ է սկսում, ես իր ճակատը պիտի համբուրեմ։ Ինքն իրենով։ Այսինքն գաղափար ունի, միջոցներ է հայթայթում, ընկերներ, գործընկերներ եւ այլն եւ կայացնում է այդ բիզնեսը։ Դա իսկապես խիզախություն է, որտեղ անորոշության մեջ uncertainty ասածը գիտեք նաեւ այսօր ավելի լայն մասշտաբով կա համաշխարհային տնտեսության, բայց Հայաստանում առավել, որովհետեւ հայտնի չի, վաղվա օրը հայտնի չի, ոչ թե ընտրություններից հետո ինչ կլինի այլ իշխանության օրոք, վաղվա օրը նույն իշխանության օրոք կարող է 180 աշճան շրջադարձ լինի եւ մարդիկ շվարեն եւ շվարում են։ Եվ կա այդպիսի հասկացություն տնտեսական տերոր, հարկային տերոր եւ այլ եւ այլ։ Միկրո մակարդակում մարդիկ կայացնում են հայի հնարամտությունը, այնուամենայնիվ ինքը ինստիտուտ է, արժեք է։ Այստեղ կլինի թե դրսում։ Բայց տնտեսություն ունենալու համար դարձյալ պիտի գամ այն բանաձևին, որ քիչ առաջ ասեցի։ Իսկ ինչպիսի տնտեսություն։ Արդյոք այնպիսի տնտեսություն, ինչպես եղել է տարիներ առաջ խորհրդային վարչակարգի օրոք, ամեն ինչ փորձում ենք արտադրել, կամ այսինչ ճյուղերը ունենք շատ զարգացած, բայց դա այլ համակարգի մի մասնիկներ։ Ինչ տնտեսություն ենք ուզում։ Ուզում ենք գիտելիքահենք, գործնյութի վրա հիմնված տնտեսություն, ապա որ ճյուղերը։ Ունենք դրա հիմքերը, էլի գանք կրթությանը, ունենք այդ կադրերը, ուրիշ տեղից պետք է բերենք նախապես։ Թայլանդը զարգացող երկիր է, ոչ ոք չի ասի, որ զարգաց։ 2001 թվականից հետևում եմ ինչա տեղի ունենում։ Գիտեք զարգացում ինչպես է, այսպես։ Կորը միանիշ թվերով չի գնում։ Աղմուկ չեն հանում, չեն ասում մենք Ասիայի վագրենք եւ այլ եւ այլ։ Շատ բարձ բաներ են անում։ Իրենք գիտեն ինչպիսի տնտեսություն են կառուցում։ Բերում են գերմանացի ճանապարհաշինարարին, ինժեներին, ցերեկը ինքը ավտոմագիստրալներն է կառուցում Թայլանդի համար։ Երեկոյան մտցնում են համալսարան, ասում են դասավանդի մեր տեղացուն։ Ես ասում եմ 2000-ականների սկզբի պատմություն։ Հիմա թայլանդցի բարձր որակի ճանապարհի ինժեներներ ունեք, որոնց դասավանդել են եւ գերմանացիները, եւ բրիտանացիները, եւ տարբեր։ Իրանք գիտեն ինչպես օգտագործել ռեսուրսը, ինչպես կայացնել այդ ոլորտը։ Իրանք կողքի երկրներն են արդեն մտնում։ Այսինքն, եթե նպատակ կա, մենք կարող ենք գնալ առաջ։ Մի պահ կանգ առնենք, տեսնենք մեր կողքը ինչա տեղի ունենում, մեր հարևան երկրներում։ Մեր հարևան երկրներից յուրաքանչյուր այդ տեսլականն ունի։ Լավ կամ վատ մեզ համար, ընդունելի կամ ոչ ընդունելի, սխալ կամ ճիշտ, բայց ունեն եւ կարողանում են մոբիլիզացնել ներուժը։
Մենք էլ դեռ մեծ չենք խոսում Սփյուռքի մասին, հայության ներուժը։ Ընդհանրապես մեր հայաստանաբնակների մասին է խոսքը։ Մենք գիտենք ինչի շուրջ կենտրոնանանք, ես որպես պրոֆեսոր գիտեմ ինչու եմ կրթում այդ մասնագետներին, նրանք վաղը գործազուրկ են դառնալու, թե այդ գիտելիքներից գոնե մի մասը օգտագործելու են իրենց աշխատանքի մեջ։ Ամենամեծ դժբախտությունը պրոֆեսորի համար, մտավորականի համար դա է։ Մենք չենք կարող ինքնախապեյությամբ զբաղվել, ասել որ մտա լսարան ինչ լավ էր, ինքս ինձ ցուցադրեցի, ոչ։ Արդյունքում ինչ ստացվեց, ունենք կադր, որը ծառայելու է մեր երկրի առաջընթացին։ Սա է խնդիրը։ Եվ իմ նմաններին պետք է շատ լուրջ վերաբերվել։ Իրանք ինչ արդյունք են տալի։ Միգուցե ժամավաճառությամբ են ոմանք զբաղվում։ Միգուցե գիտելիքը չեն փոխանցում, որտեղ է այդ չափման միավորը։ Շատ խնդիրներ կան։ Մենք պիտի մի քիչ ավելի ինքնակազմակերպվենք եւ դրա փոխարենը չմեղադրենք, որ այ հարևան պետությունը մեզ հետ էսպես վարվեց, մյուսը շնորհավորեց մյուսին, որովհետեւ մեզ իսկ մենք ինչ ենք անում։ Մեզ որևէ մեկը մեր ձեռքը բռնել է հարևաններից կամ հեռու երկրներից, ասում է դուք անկարծ այդ բանը չանեք։ Մենք հետաքրքիր չենք անգամ, որ այդ պատճառաբանությունները բերենք, հա։ Մենք կարող ենք շատ անաղմուկ, ամենակարևորը անաղմուկ, առանց այդ գոռում գոչումների։ Տեսեք, հիմա ազգային ժողովում քննարկում են նախորդ տարվա բյուջեի կատարողականը։ Կլինեն ողջամիտ մարդիկ, որոնք առանց սրերի, ասենք սվինների կընդունեն քննադատություն, փաստեր, ինչու ասենք օրինակ խնայողություն եղավ այսինչ ճյուղում։ Խնայողություն երբ որ ասում ենք դրական ենք ընկալում, չէ՞, բայց բյուջեի խնայողությունը դա խայտարակություն է։ Դա նշանակում է, որ մենք այնքան անկարող ենք, խեղճ ու կրակ ենք, որ մեզ գումար են տվել այս բաժակը արտադրելու համար։ Մենք չենք կարողացել արտադրել, մնացել է բյուջեում։ Եվ անդադ մարդկանց ներողություն արտահայտությանց աչքը մտցնել, թե մենք ձեր տված գումարով էս ենք արել, ճանապարհ ենք սարքել, այն էլ անորակ, կարծում եմ, որ բարոյական չի։ Եթե մենք ընդունենք, բարձ բան եմ ասում, այսօրվա հենց բարձ հստակ օրինակ, եթե բյուջեի կատարողականի պատճառները թերացումների կարողանանք ընդունել, հաջորդ տարի գոնե դրանց կեսը չանենք այդ սխալների եւ կարողանանք ճիշտ առաջնահերթություններ շարել բյուջեի առաջ, դեռ չենք սովորել։ Եվ ուզում եմ շատ հստակ ասել, սա միայն այս իշխանությանը չի վերաբերվում։ Անկախության տարիներին դեռ չեմ հիշում այդպիսի կառավարություն, եղել են լավ կամ վատ կառավարություններ, բայց առաջնահերթություններով առաջնորդվող կառավարություններ ես չեմ հիշում, թող ներեն ինձ։ Որովհետև այդ առաջնահերթություններն էլ ինչից պետք է բխեին, տեսլականից, զարգացման նպատակից։ Այսինքն մենք այս տարի ասել ենք Պարոն Մելիքյանը այսինչ ոլորտի պատասխանատունն է, իմ հորեղբոր որդին է, ինձնից խնդրել է, ասենք, չգիտեմ, ջրային տնտեսության համար այսքան գումար, ինչպես ես կարող եմ իրեն մերժել եւ գնաց։ Մյուս տարի մշակույթի ոլորտն է մորաքրոջս որդին եւ մյուս։ Այդպես չենք կարող։ Այդպես մենք չենք կարող եւ մենք հետագիծել չենք կարող ունենալ։ Ուր մնաց հավակնենք լուրջ զարգացման։ Պարոն Մանասյան, շատ արագ անցավ մեր այս քննարկումը, ես շատ հարցեր դեռ ունենալու եմ ձեզ հաջորդ անգամվա համար, որովհետև տնտեսությունը, չգիտեմ ինչի է, որ Հայաստանում տնտեսության մասին շատ քիչ են խոսում, չեմ հասկանում ինչու։ Ամենակարևոր բանն է, բայց ինչքան տնտեսագետ ենք թողարկում ամեն տարի։ Ամեն տարի, ինչպես միջազգայնագետ, մի քանի տասնյակ հազար տնտեսագետ։ Բայց ուրեն իրենք զբաղվում, ես չգիտեմ։ Քանի տնտեսագետի անուն մենք միասին կարող ենք նշել այսօր, երևի 10, հա։ Նատերի վրա հաշված, ամեն ոլորտում է այդպես։ Շնորհակալություն ձեզ, պարոն Մանասյան։ Սիրով։ Շնորհակալություն նաև մեր հեռուստադիտողներին, ովքեր հետևեցին մեզ։ Մենք հյուրընկալեցինք այլընտրանք նույնց։ Շնորհակալություն հեռուստադիտողներին մեզ հետևելու համար։ Մենք հյուրընկալեցինք այլընտրանք հետազոտական կենտրոնի ղեկավար տնտեսական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Թաթուլ Մանասարյանին, ձեզ հետ էր քաղաքագետ Գևորգ Մելիքյանը, հաջողություն ձեզ։